ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են պայմանական երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի ընթացքում թույլատրվելու է նավագնացությունը Հորմուզի նեղուցքով ռազմավարական կարևոր ուղի, որի միջոցով Պարսից ծոցից ուղարկում են նավթային և այլ բեռներ։ Համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համակարգված հարվածներ հասցրեցին Իրանի մի շարք ռազմավարական օբյեկտներին։ Հրադադարի մասին հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա այն գիշեր, եթե Իրանը չվերաբացի նեղուցը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդում է բանակցությունները, հայտարարել էր, որ հրադադարը ուժի մեջ է մտել անմիջապես հայտարարությունից հետո։ Կողմերի հայտարարությունները Թրամփը նշել էր, որ համաձայն են 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները, եթե Թեհրանը բացի Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն արդեն հասել է իր բոլոր ռազմական նպատակներին։ Իրանը համաձայնել է 2 շաբաթով ապահովել նավերի անցումը նեղուցով, գործընթացը համակարգելով իր զինված ուժերի միջոցով։ Թեհրանը ներկայացրել է նաև 10 կետերից բաղկացած ծրագիր, որի կարևոր կետերն են. Մեջբերում եմ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում Իրանում, Իրաքում, Լիբանանում և Եմենում, Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական վերացում, ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվների վերադարձ, Իրանի վերականգնման ծախսերի փոխհատուցում, պարտավորություն չձգտելու միջուկային զենքի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նշել է, որ ռազմադաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրապնդվի քաղաքական բանակցություններով։ Մեջբերման ավարտ։